Պարոն Թունյան, հարցս հետևյալն է, սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ փաստ արձանագրել, ձեր իշխանության օրոք մեր տնտեսությունը ամենամեծ կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնության տնտեսությունից, հիմա խոսեմ փաստերով, եթե 2017 թվականին Հայաստան-Ռուսաստան ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում էր 1.9 միլիարդ դոլար մոտարապես, ապա այդ թիվը 4 անգամ աճել է 2025 թվականին, էլ չեմ ասում, որ 2024 թվականին այդ թիվը աճել է 6.5 անգամ։ Այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստան-Եվրամիություն ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է ընդամենը 1.5 անգամ։ Ինչու է մեր երկրի տնտեսությունը ամենամեծ կախման մեջ ընկել Ռուսաստանի Դաշնությունից ձեր կառավարման օրոք։ Պարոն Ֆարմանյան, մի հատ ճշգրտող հարց նշեցիք 2017 թվականից։ Պարոն Ֆարմանյան, եթե շատ կարճ պատասխանեմ, պատճառը այն է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվում են նույն տնտեսական միության մեջ։ Այսինքն, այդ նույն տնտեսական միության մեջ գտնվելը նշանակում է ինչ-որ երկրի հետ ավելի նպաստավոր առևտրի պայմաններ, մնացած երկրների հետ սահմանափակումներ, բացարձակ թվերով, այս դեպքում էլ բացարձակ թվեր նշեցիք, անգամներով, իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի, եթե մենք նայենք օրինակ կշիռներով, եւ այդ առևտրաշրջանառության մեջ, եթե դուք նաեւ 2025 թվականի ցուցանիշն եք մեջբերում, պիտի հաշվի առնել, որ 2022-23 թվականներից սկսած, այդտեղ մենք արտաքին առևտրի վիճակագրության այդ բառը, չգիտեմ ոնց ասեմ, շեղում ենք ունեցել իր բնականon ռիթմից եւ այդ արտաքին առևտրաշրջանառության վիճակագրությունը ներառում է նաեւ վերարտահանումը, բայց եթե նայեք օրինակ հայկական ծագման ապրանքների արտահանումը կամ այլ երկրներից ներմուծումները, մենք այդտեղ բավականին բալանսավորված վիճակ ունենք, բայց ամենաթարմ տվյալները, եթե ձեզ ասեմ, 2026 թվականի առաջին կիսամյակը, եթե համեմատենք 2025 թվականի առաջին կիսամյակի հետ, Ռուսաստանի կշիռը, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության 34%-ից, կարող եմ 1%-ով սխալվեմ, կոնկրետ չեմ հիշում, 34%-ից նվազել է 27%, Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը մի քանի տոկոսային կետով ավելացել է կշիռների նկատի ունեն։ Արձագանք։ Պարոն Թունյան, մեկ անգամ եւս փաստենք, որ ձեր իշխանության օրոք Հայաստանի տնտեսությունը ամենամեծ կախման մեջ է ընկել Ռուսաստանի Դաշնությունից եւ նաեւ երբ որ դուք խոսում եք վերարտանումների մասին, ասեմ, որ Հայաստան-ԵՄ ընդհանուր առևտրաշրջանառությունը աճել է ընդամենը 2.5 անգամ, այսինքն ենթադրաբար մենք պետք է ենթադրենք, որ երրորդ երկրներից ապրանքները պետք է ներկրվեին Հայաստան, այնուհետև արտանվեին Ռուսաստանի Դաշնություն։ Եվ այս համամասնությունը իրար չի համապատասխանում։ Այսինքն դուք ինչ քայլեր եք արել, իդեպ ասեմ, որ ես շատ կողմ եմ դիվերսիֆիկացիային, իհարկե ոչ ի հաշիվ այլ հարաբերությունների վատթարացման, բայց ամեն դեպքում Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը ավելացել ընդամենը 2.5 անգամ, այն պարագայում ներողություն 1.5 անգամ, ոչ թե 2.5 անգամ, այն պարագայում, երբ որ նույն ցուցանիշները մենք ունենք 2010-17 թվականներին, այդ համեմատությունն էլ կա։ Եվ մի քիչ անհասկանալի է, եթե խոսքը վերաբերում է նրան, որ վերարտանումներն են, պետք է ենթադրել, որ այդ թիվը ավելի մեծ պետք է լիներ, ոչ թե 1.5 անգամ ավելանալ, եւ ինչ քայլեր եք դուք ձեռնարկել կոնկրետ դեպի Եվրոպա ապրանքների արտահանման ուղղված հարցում։ Պարոն Ֆարմանյան, ես կարծում ձեր հարցին պատասխանեցի, բայց լրացնեմ, ուրեմն վերարտահանման էֆեկտը ձեր ասած վիճակագրության վրա մեծ ազդեցություն ունեցել եւ մարդկանց համար հնարավորություն է ստեղծվել գումար աշխատելու։ Եթե այդ հնարավորությունը մենք այնպես անենք, որ մարդիկ չկարողանային օգտվել, մեզ կքննադատենք, ասեն, այդ տիպի հնարավորություն կար, խանգարեցիք։ Ինչպես օրինակ դուք երեք ոսկու արտահանման ժամանակ մեղքը գցեցիք Հայաստանի կառավարության վրա, մինչդեռ այդ ոսկու շղթայի գլխավոր խոչընդոտը ոչ թե տուրքներ, որը մենք ընդունել ենք տնտեսվարողների հետ քննարկելու արդյունքում ու շատ ողջամիտ, այլ Ռուսաստանի կարգավորումների փոփոխությունը։ Իսկ ամենաթարմ տվյալներ ձեզ բերեմ, ամեն ինչ միանգամից չի լինում։ Օրինակ երեք էկոնոմիկայի նախարար տեղակալ Արման Խոջյանը տեղեկացրել է, որ միայն հուլիսին Հայաստանից արտահանվել է
2325 տոննա պղպեղ, 7000 տոննա ծիրան ու էլի կարող եմ թվարկել, այս ամեն ինչը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին ու մենք պիտի մեր ապրանքների ստանդարտների մակարդակն ու որակը ավելացնենք ու փորձենք ավելի խորացնել այս process-ը։ Շնորհակալություն։ Մարիաննա Ղարամանյան։ Շնորհակալություն, պարոն Թունյան, որոշակիորեն շարունակեմ պարոն Ֆարմանյանի հարցը, որը ուղղված էր ձեր գործընկերոջը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ձեր առնչությունների մասով։ Ես հիշում եմ, երբ դուք այս հանձնաժողովի նախագահն էիք, որի համար առաջադրվել եք դեռ 19 թվականին, մի գրառում էիք արել Facebook-ում, որը բավականին մեծ քննարկումներ առաջացրեց, տնտեսական ցուցանիշներ էիք ներկայացրել ու ձեզ Արման Բաբաջանյանի ժամանակ օրաթերթը մեղադրեց, թե շարունակում եք գովազդել Կարեն Կարապետյանին ու նույն թերթը հետևյալ եզրակացություններ արել ձեր գրառումից, թե այս ցուցանիշներից միայն կարելի է եզրակացնել, թե ինչքան լավ կլիներ, որ Հայաստանի վարչապետը շարունակեր մնալ Կարեն Կարապետյանը մեջբերման ավարտը։ Ինչու սա հիշեցի, որովհետև այս օրերի քննարկումների ժամանակ ձեր ֆրակցիայի գրեթե բոլոր ներկայացուցիչները այստեղ նստած ընդդիմադիրներին փորձում են ինչ-որ բաներ հիշեցնել, ինչ-որ կապեր հիշեցնել։ Հիմա հարցս հետևյալն է, ինչ տրանսֆորմացիա է ապրել տնտեսությունը վերլուծելու, գնահատելու ձեր մոտեցումը հիմա եւ նախկինում, օրինակ դուք կիսում եք այն բոլոր մեղադրանքները, այդ թվում նաեւ տնտեսական զարգացումների մասով, որոնք այս օրերին ձեր գործընկերները անդադար հնչեցնում են բոլորի հասցեին։ Շնորհակալ եմ։ Տիկին Ղարամանյան, ճիշտ ասած չհասկացա հարցի երկրորդ մասը առաջին մասի հետ ինչ կապ ունի, առավել ևս պարոն Ֆարմանյանի հարցի հետ, բայց տրանսֆորմացիա բոլորը ապրում են։ Հիմնական տրանսֆորմացիան այս դեպքում գիտեք որն է լինում, երբ որ դու կառավարության կամ ազգային ժողովի որոշումներին նայում ես որպես քաղաքացի կամ լրագրող, եւ մի բան է, երբ որ դու այդ process-ի մեջ ես լինում ու շատ շերտեր, որոնք մինչ այդ քո համար տեսանելի չէին, տեսանելի են դառնում։ Իսկ դուք կհիշեք, Տիկին Ղարամանյան, որ ես 2018 թվականին, 17 դուք ավելի լավ կհիշեք, դասընթացներ էի կազմակերպել տնտեսական լրագրողների համար, որին մասնակցում եք նաև դուք, ու կհիշեք, որ այդ դասընթացներին որպես դասախոս հանդես են գալիս նախկին ներկա պաշտոնյաներ, բոլորը ովքեր այդ դաշտում ասելիք ունեին, եւ այդ դասընթացի գլխավոր ասելիքն ու նպատակը այն էր, որ մեր լրագրողները իրենց ռակուրսը կարողանան որոշակիորեն փոխել, ու հույս ունեմ, որ օրինակ այդ դասընթացի արդյունքում ձեր մոտ որոշակի տրանսֆորմացիա եղել, օրինակ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հիշում եք Ներսես Երիցյանը, ինչպես ձեզ բոլորիդ համոզեց, որ դա լավ բան է, կամ հարկային համակարգի վերաբերյալ, այնպես որ տրանսֆորմացիա բոլորն են ունենում, կարծում եմ հիմա դուք էլ այստեղ նստած այդ տրանսֆորմացիան իմ կարծիքով այս երկու շաբաթվա ընթացքում ունեցել եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեր խմբակցության մասով տրանսֆորմացիա չի լինի, այս երաշխավորված պնդում եմ վերաբերմունքի տեսանկյունից եւ ձեր քաղաքական ուժի, ինչ վերաբերում է այդ դասընթացներին, այո, ունենալով հումանիտար կրթություն, ես մասնակցել եմ եւ շատ լավ հիշում եմ, թե ինչ բավականին ակնածանքով էիք դուք ներկայացնում ժամանակի տնտեսական առաջընթացը, ձեռքբերումները եւ այդ դասընթացի դասընթացավարներից նաեւ տվյալ ժամանակի կառավարության ներկայացուցիչներն էին, շնորհակալություն, որ հիշեցրիք։ Տիկին Ղարամանյան, հիմա տրանսֆորմացիա կլինի, չի լինի, ես ասացի, մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք, այդ փորձը ունենք, բայց օրինակ եթե խոսում ենք պրոֆեսիոնալիզմից ու մնացած հատկանիշներից, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր շարքերում կա մարդ, ով երբ սա ինձ մի 3 թե 4 տարի առաջ վերանորոգում էին Դիլիջանի թունելը, գրել էր Դիլիջանի թունելը վերանորոգման պատրվակով փակում են,
որ Տավուշում հողերը տան ու մեր զորքը չկարողանա հասնել օգնության։ Ես այդ այնքան աբսուրդ միտք է, ես լուրջ եմ ասում, որ պատկերացնելը բավականին բարդ է, ու ձեր շարքերում կա մարդ, ով ընդամենը 1 ամիս առաջ ձեր կողմից կամ ընդհանրապես ընդդիմության կողմից մանդատ վերցնելը համարում էր անթույլատրելի սխալ եւ չէր պատրաստվում գնալ ազգային ժողովում բոքսի տանձիկ աշխատելու, բայց հիմա ամեն ինչ անում է, որ բոքսի տանձիկ աշխատի։ Շնորհակալություն։